Դերասանուհի Արփի Գաբրիելյանը ինստագրամյան իր էջում հուզիչ հոլովակ էր հրապարակել իր ընտանի կենդանու՝ կատու Լեոյի մասնակցությամբ ու դրանքից գրել էր. «Լեոն, մեր ընտանիքի անդամը, մեզ հետ ապրեց 14 տարի, այսօր քնեց ու էլ չարչնացավ, մնաս բարով իմ Լեո»։ Նշենք, որ թե Միհրանը, թե Արփին վերջին շրջանում խուսափում են հանդես գալ հարցազրույցներով, սակայն տարիներ առաջ պատկերը բոլորովին այլ էր, և տարիներ առաջ տված իր հարցազրույցներից մեկում Միհրան Ծառուկյանն անդրադարձել էր ինչպես անձնական կյանքին վերաբերող մանրամասներին, այնպես էլ գործնական մի քանի հարցերի։ Դեռ տարիներ առաջ խոսելով այն մասին, թե կարիերայի սկզբում արդյոք իրեն դուր էր գալիս այն միտքը, որ ինքը հետաքրքրում է մարդկանց, Միհրանը նշել էր, որ բնականաբար, քանի որ եթե մի բան ես անում և դա հաջողվում է այնքան, որ մարդիկ սկսում են հետաքրքրվել քեզնով, ուրեմն ճիշտ ուղու վրա ես։ Հիանալի է, երբ քո արած գործը դուր է գալիս մարդկանց, աննորմալ կլիներ, եթե դա ինձ դուր չգար։ Եթե աշխատում ես հանրության համար, ուրեմն պիտի այնպես անես, որ դա դուր գա ոչ միայն քեզ, այլև հանրությանը։ Լինելով փակ մարդ կա դժվարություն այդ առումով, բայց տարիների ընթացքում այս ամենի մեջ լինելով մի տեսակ իմունիտետ եմ ձեռք բերել, միգուցե հենց այդ պատճառով եմ հարցազրույցներ հազվադեպ տալիս։ Իմունիտետս ինձ օգնում է, փորձում եմ սուտ լուրերին կամ զրպարտող գրառումներին պատասխան չտալ, որ ավելի շատ չտարածվի։ Եթե պատասխանեմ, ապա դրան հաջորդելու են նորանոր մեկնաբանություններ, դրանով միայն օգուտ կտամ սուտ լուրերի տարածմանը, սակայն սուտ կլինի, եթե ասեմ, որ բացարձակ ոչ մի մեկնաբանության չեմ հետևում, բայց նաև այնպես չէ, որ ամբողջ օրը հիվանդագին սպասում եմ նորանոր կոմենտների։ Հետևում եմ այն ամենին, ինչ կապված է իմ անձի հետ։ Իհարկե լինում են դեպքեր, երբ չափն անցնում են և ստիպված ինչ-որ քայլերի եմ դիմում համապատասխան ձևով պատասխանում տվյալ մարդկանց, բայց նման երևույթները տարվա մեջ 1 կամ 2 անգամ են լինում։ Ընտանիքի մասին խոսելիս Միհրանը նշել էր. «Մայրս մասնագիտությամբ երաժիշտ է, հայրս երաժշտությունը սիրող բիզնեսմեն, հայտնի Ծառուկյան գործարարի հետ ոչ մի բարեկամական կապ չունենք, ուղղակի նույն ազգանունն ենք կրում։ Ես ընդհանուր առմամբ էությամբ հանգիստ մարդ եմ, բայց ինձ շատ արագ կարող է հունից հանել սուտը, տանել չեմ կարող ստախոսներին։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ ոչ մի ավելորդ դերասանություն չեմ անում մարդկանց հետ շփվելիս։ Իրականում էլ շատ անսովոր չէ իմ կյանքի ռիթմը, առավոտից նկարահանման եմ մինչև ուշ երեկո, այնուհետև ձայնագրման ստուդիա ենք գնում։ Շատ անգամ համերգների պատճառով բացակայում եմ քաղաքից, բայց դա իմ ընտրությունն է, իմ կյանքի ռիթմն ինձ դուր է գալիս»։ Full House սիթքոմում նկարվելը կարիերայի նոր վերելք էր Միհրանի համար և խոսելով այդ նախագծի մասին նա նշել էր. «Իմ մասնակցությունը Full House-ում շատ պատահական ստացվեց, հումորային ժանրն ինձ համար խորթ էր, վախենալով, բայց ֆիլմի ստեղծագործական թիմի տղաներին հավատալով համաձայնեցի և մասնակցեցի։ Այսօր Միհրանին կարելի է տեսնել նաև այս կամ այն կորպորատիվին ելույթ ունենալիս և թեմային անդրադառնալով նա նշել էր, որ ինքը ոչ մի առանձնահատուկ պայմաններ չի դնում մարդկանց առջև կորպորատիվներին երգելու դիմաց։ Ինձ համար կարևոր է վայրը, միջոցառման տեսակը և բնականաբար ֆինանսական կողմը, սակայն դա բարձրաձայնելու թեմա չէ։ Երբ համաձայնում ես երգելու խնջույքներին, գիտես, թե ուր ես գնում։ Շատ ավելի կարևոր է այն փաստը, որ տվյալ միջոցառման կազմակերպիչները ցանկություն են հայտնել, որ հենց դու լինես իրենց հյուրը, իրենց ուրախության, կյանքի կարևոր իրադարձության մասնակիցը, երգիչը։ Բացի այդ, համաշխարհային շոու բիզնեսի մեջ վաղուց ընդունված երևույթ է կորպորատիվներին մասնակցելը։ Երգչի անձնական կյանքը նույնպես միշտ եղել է հանրային քննարկման կենտրոնում և նրան հաճախ են սիրավեպեր վերագրել այս կամ այն աղջիկների հետ, սակայն ինքը Միհրանը մշտապես հերքել է այդ խոսակցությունները և անդրադառնալով այն թեմային, թե ինչպիսի աղջիկ կարող է գրավել իր ուշադրությունը, Միհրանը նշել էր. «Երբ մարդու հետ շփվում ես և ճանաչում նրան, պարզ կլինի։ Կարող ես շարունակել նրա հետ ճանապարհը կամ զույգ լինել։ Ամենակարևորը զույգի հետ հարաբերություններում միմյանց ճանաչելն է։ Հնարավոր է առաջին հայացքը խաբուսիկ լինի։ Կարծում եմ առաջինը սիրահարվածությունն է, որը հետո վերածվում է սիրո։ Սիրելու համար ժամանակ է պետք, որ հասկանաս իսկապես սիրում ես այդ մարդուն։ Կարճ ժամանակահատվածում դժվար է ասել՝ վերջ, սիրում եմ։ Կարծում եմ չես կարող նստել և սպասել սիրուն այն ինքնըստինքյան գալիս է և դու էլ չես հասկանում, թե դա ինչպես է լինում։ Իսկ ինչ վերաբերում է փնտրելուն, չեմ կարծում, որ որոշել, թե այս տարի պարտադիր ուզում եմ սիրահարվել կամ ընկերուհի ունենալ ճիշտ է։
Խոսակցություններ միշտ լինում են, պարզապես դրանց այլևս ոչ մի ուշադրություն չեմ դարձնում։ Շատ եմ նյարդայնանում, երբ փորձում են մտնել անձնական կյանք, մինչև իրոք չամուսնանամ, երևի դրանք չեն ավարտվի։ Ես շատ եմ սիրում իմ երկրպագուներին, ինչ անում եմ, բնականաբար նրանց համար եմ անում, որպեսզի նրանց հաճելի պահեր պարգևեմ։ Բայց ես չեմ ուզում, չեմ սիրում եւ թույլ չեմ տա, որ որևիցե մեկը իմ անձնական կյանք ներխուժի եւ ակտիվ քննարկի։ Համացանցում երբեմն նկատում եմ, թե ինչպես են ակտիվ քննարկում, կարծիքներ հայտնում։ Ես արժանի եմ տվյալ մարդուն կամ արժանի չեմ, մեկին պետք է սիրեմ, մյուսին ոչ։ Պաշտոնապես ասեմ, որ չի կարելի նման անշնորհք բաներ անել։ Իհարկե, շատ հաճելի է, երբ դու շրջապատված ես քեզ սիրող եւ գնահատող մարդկանցով, դու քեզ շատ լավ ես զգում եւ փորձում ես ավելին անել։ Շատ հաճելի է այդ ամենը, սակայն լինում են պահեր, որ ցանկանում ես այդ ամեն ինչից հանգստանալ, կտրվել։ Ես բոլորի պես սովորական մարդ եմ, ուղղակի մեր երկիրը շատ փոքր է եւ ամեն ինչ այնքան շուտ եւ մի փոքր էլ չափազանցված է տարածվում, որ փորձում ես հնարավորինս այնպես անել, որ ավել բաներ չտարածվեն եւ խուսափես այդ ամենից։ Անդրադառնալով թեմային արդյոք ինքը խանդոտ է թե ոչ, Միհրանը ընդգծել էր, որ այո, ինքը խանդոտ է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, պատկերացնում եմ իմ կողքին խանդոտ աղջիկ թե ոչ, կարծում եմ նա առաջին հերթին պետք է հասկանա աշխատանքի բնույթը։ Ինձ համար էլ երբեմն նյարդայնացնող լինում է, երբ թեկուզ գիշերվա շատ ուշ ժամի քնած ես լինում եւ մի անիմաստ զանգ ես ստանում, ուր մնաց, թե կողակիցդ չխանդի, սակայն ես այնպես եմ անում, որ այդ ամեն ինչը շրջանցել լինի։ Իսկ ինչ վերաբերում է աղջկա կողմից արվող առաջին քայլին, ես շատ նորմալ եմ վերաբերվում դրան, բայց գտնում եմ, որ ավելի գեղեցիկ կլինի, որ աղջիկը հասցնի նրան, որ տղան էլ սիրահարվի, նոր այդ առաջարկությունը անի, բայց եթե ուղղակի անծանոթ տղայի կամ պարզապես ծանոթի վերցնես ու առաջարկություն անես, դա անընդունելի է։ Կարծում եմ աղջիկը կարող է այնպես անել, որ տղան էլ զգացմունք ունենա եւ աղջկա հանդեպ անտարբեր չլինի։ Իմ առաջին սերը եղել է դպրոցական տարիքում մինչև ուսանողություն, սիրո խոստովանություն իհարկե արել եմ, կարծում եմ ռոմանտիկ եմ, կփորձեմ եւ փորձում եմ այնպես անել, որ երջանիկ պահեր պարգևեմ, ուրախացնեմ։ Պետք է իմանաս կողակիցդ ինչից ավելի կերջանկանա եւ փորձես այդ ամենը իր համար կատարել։ Օրինակ սերենադ պատուհանի տակ դժվար, բայց իր համար այո կերքեմ եւ բնականաբար երկ կնվիրեմ նրան։ Սիրո դերը շատ մեծ է իմ կյանքում, առանց դրա երևի ոչինչ չես կարող առաջ տանել։ Թեկուզ աշխատանքի մեջ, եթե առանց սիրելու աշխատանք ես անում, զգում ես, որ դա արդյունք էլ չբերեց։ Ինչ անում ես, պետք է սիրով անել եւ եթե մարդու մեջ սեր չլինի կամ քիչ լինի, դրանից նույնիսկ կչարանան։ Ես կարիերաս չեմ թողնի, կարող է պակասեցնեմ աշխատանքներս, բայց երբ դու եւ սիրով ես աշխատում եւ դա է քո աշխատանքը եւ ամբողջ կյանքումդ զբաղվել ես այդ աշխատանքով, կարծում եմ կողակիցդ էլ պետք է հասկանա, որ դա անիմաստ ընտրություն է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ աղջկան թույլ չեն տալիս աշխատել, ես չեմ հասկանում, թե նա այդ ինչ պետք է աշխատի, որ ասեմ ոչ։ Ուրեմն նա պետք է ինչ-որ աննորմալ աշխատանքով զբաղվի, իսկ աննորմալ աշխատանքով զբաղվողի հետ նորմալ մարդը ինչ գործ ունի։ Գաղտնիք չէ, որ Միհրանը շատ է շրջագայում եւ շփվում օտարազգի աղջիկների հետ եւ դեռ տարիներ առաջ խոսելով այն մասին, թե իր նախապատվությունը տալիս է հայ թե օտարազգի աղջիկներին, Միհրանը նշել էր. Չեմ ցանկանա քննադատական ինչ-որ խոսք ասել, բայց ես բնականաբար սիրում եմ մերը, հայկականը։ Ընդհանրապես ես բնավորությամբ այնպիսին եմ, որ հայկական ամենը սիրում եմ։ Եվ չեմ ձգտում եվրոպականին, եւ չեմ էլ ուզում համեմատել մեր աղջիկներին ռուս կամ եվրոպացի աղջիկների հետ, մերոնք ինձ համար շատ լավն են եւ առաջնային։ Չեմ էլ պատկերացնում, որ կարող եմ օտարազգի աղջկա հետ կապ ունենալ եւ կարող եմ վստահացնել, որ դա չի էլ լինի։ Աղջիկ-տղա հարաբերություններում ինձ համար մի փոքր ավելի շատ առաջնային է տղայի դերակատարությունը, բայց աղջկա կարծիքը հաշվի առնելը պարտադիր է։ Միասին խոսելը, քննարկումները կարևոր են, բայց հարցեր կան, որ դե աղջիկ է, հնարավոր է ուրիշ ձև մտածի, պետք է ուղղորդես, ճիշտը ցույց տաս։ Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Միհրանը նշել էր, որ ինքը արդեն զգում է ընտանիքի բացակայությունը եւ ինքն էլ շատ է ուզում ընտանիք ունենալ։ Վստահ եմ, որ կկարողանամ այնպես ապրել, որ կյանքիս ռիթմի պատճառով չտուժի ոչ ընտանիքս, ոչ կարիերաս։ Արդեն 28 տարեկան եմ եւ այնպես չէ, որ չեմ ամուսնանալու։ Չարժե սպասել եւ օրինակ 39 տարեկանում ամուսնանալ, նշել էր Միհրանը։ Full House sitcom-ի հենց մեկնարկից սկսեցին լուրեր պտտվել, որ սիրավ է պես սկսվել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի միջև։ Սկզբում նրանք պարզապես չէին մեկնաբանում լուրերը։ Եվ անդրադառնալով թեմային, Միհրանը նշել էր, որ իրենք ի սկզբանե իմացել են, որ նման խոսակցություններ լինելու են,
քանի որ համատեղ տեսահոլովակ են նկարահանել։ Սիթքոմի ընթացքում սցենարային լուծումը, ըստ որի Միհրանի եւ Արփիի կերտած կերպարները զույգ են դառնում, ավելի սրեցին այն խոսակցությունները, որ նրանք իրականում էլ միասին են, եւ 2019 թվականին Երևանյան իր մեծ մենահամերգի օրը Միհրանը ամուսնության անակնկալ առաջարկություն արեց Արփիին, որն էլ վերջինս ընդունեց։ Նրանց ամուսնությունից հետո շատ եղան քննարկումներ, նաև քննադատություններ, սակայն Միհրանին եւ Արփիին այսօր հաջողվել է ստեղծել գեղեցիկ եւ օրինակելի ընտանիք ու նրանք միասին մեծացնում են իրենց որդուն՝ Ռոբերտին, եւ ինստագրամյան իր էջում հարց ու պատասխանի ժամանակ Արփին անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մտածում են կրկին երեխա ունենալու մասին, նշել էր, որ բնականաբար։ Հենց նույն համերգի ժամանակ Միհրան Ծառուկյանը կատարումներ նվիրեց նաև ծնողներին, մայրիկի համար առանձնահատուկ ծնկի գալով եւ նրան շնորհակալություն հայտնելով։ Այդ պահին տեսախցիկները ֆիքսել էին Միհրան Ծառուկյանի մայրիկին, որը որդու այդ անակնկալից իսկապես հուզված էր։